Հարցեր հարակից զեկուցողին։ Բայց դուք հնարավորություն կունենաք ելույթ ունենալու, միջև ես հնարավորություն տամ ելույթ ունենաք, որպեսզի հարակից զեկուցողը իր եզրափակիչ ելույթում կարողանա անդրադառնալ։ Եթե իհարկե ընթացակարգը չեմ խախտում եւ հնարավորություն տալով հարակից զեկուցողին ելույթ ունենալու, հարգելի գործընկերներ, ելույթների համար արտակը բացեմ, ճիշտ է, պարոն Մինասյանը այստեղ չի, ինչպես նաև ընդդիմադիր գործընկերներից որևիցե մեկը, բայց հարցադրում են, չէ՞, պատասխանեմ։ Ժորժ, նախագիծը այո, իմն է եղել եւ ես եմ հեղինակել նախագիծը, ոչ միայն ես, բայց այս նախագիծը մենակ այս հարցին չի վերաբերվել։ Նախագիծը վերաբերել է մի շարք այլ հարցերին, որոնց մեջ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև քվորումի իջեցման, ոչ թե քվորումի, այլ կներեք անհրաժեշտ ձայների իջեցման հարցը։ Ավելին ասեմ, Վենետիկի հանձնաժողովի իր նախնական եզրակացության մեջ, որ անդրադարձել էր դատական օրենսգրքին եւ որոշումների կայացման, նշել էր հետեւյալը, որ այն 7 ձայնը, որ նախատեսվել էր, ի սկզբանե բավականաչափ բարձր է եւ կարող է խոչընդոտել որոշումների ընդունմանը։ Իմ ընկալումը եղել է այնպեսին, որ 50%-ից ավել պետք է լինի ձայների թիվով բարձրագույն դատական խորհրդում եւ այդպիսի տրամաբանությամբ պետք է ընթանանք, ընդ որում պետք է հիշեցնել, որ այն ժամանակահատվածում բարձրագույն դատական խորհրդում ընդամենը 9 անդամ էր, որտեղ մեկ տեղը թափուր էր, մեկ թե երկու տեղ թափուր էր, եւ սա ավելի էր խնդրահարույց դարձնում որոշումների կայացումը, որովհետեւ վարդարադատություն պետք է իրականացնի նաեւ բարձրագույն դատական խորհուրդը դիտվելով որպես դատարան։ Ինչ վերաբերում է ինչպիսի պատասխանատվություն պետք է ես կրեմ որպես նախագծի հեղինակ կամ ազգային ժողով, պետք է եւս մեկ անգամ պարոն Մինասյանին հիշեցնեմ, որ առնվազն անձնամխելիությունների մասով падգամավորը Ցկյանս անձնամխելիություն ունի իր քվեարկությունների եւ ազգային ժողովում արտահայտված ելույթների համար։ Իհարկե, եթե վերջինս զրպարտություն կամ վիրավորում չեմ պահանջում։ Հաջորդը համարական դատարանից դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի ազգային ժողովի կողմից ընդունված որոշումների համապատասխանությունը սահմանադրությանը ստուգի եւ եթե հակասահմանադրական ճանաչի որևիցե դրույթ, սա չպետք է դառնա քննարկման առարկա ազգային ժողովում, սա պետք է դառնա հիմք կառավարության համար որպես սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման համար պատասխանատու եւ ազգային ժողովի падգամավորների համար, որոնք պարտավոր են ապահովել երկրում սահմանադրաիրավական միջավայրը, պետք է հիմք հանդիսանա պարզապես համապատասխան փոփոխություններ կատարելու համար։ Դատական իշխանության համար էլ սա պետք է մեսեջ լինի, որպեսզի խուսափի այդ հակասահմանադրական իրավիճակում հակասահմանադրական բնույթ ունեցող նորմի կիրառումից։ Բայց որևիցե այլ պատասխանատվության մասին եթե խոսենք, ապա առնվազն եվրոպական բոլոր խորհրդարանները ուրեմն 1949 թվականի սեսկում, երբ որ սահմանադրական դատարանները սկսեցին ակտիվ ձևավորվել բոլոր երկրներում, պետք է ենթարկվեին պատասխանատվության այդ թվում քրեական, որտեղ չի եղել մի դեպք, երբ որևիցե խորհրդարան, որևիցե գումարման ընթացքում, որևիցե ժողովրդավարական եվրոպական երկրում հակասահմանադրական չճանաչի խորհրդարանի կողմից ընդունված այս կամ այն դրույթը եւ չփոփոխի այն։ Հիմա սա հակասահմանադրական է ճանաչվել, սահմանադրական դատարանի որոշումները համար քննարկելի չի եւ մենք առաջնորդվել ենք դրանով, բայց եւս մեկ անգամ պետք է նշեմ, այն կանոնակարգումը, որը մենք փոխում էինք, որը նախատեսվում էր բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 7-ի քվեի արկայություն, քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցում որպես մեխանիզմ, որը կարող է արգելափակել արդարադատության իրականացումը եւ դրանով է պայմանավորված եղել, որ մենք նվազեցրել ենք այդ թիվը։ Սահմանադրական դատարանը հստակեցրել է որոշումը, ես էլ եմ ունեցել եւ նախագիծ ներկայացնելուց ունեցել եմ ընկալումը, որ դա պետք է լինի ընդհանուր անդամների թվի 50% պլյուս ձայները, հիմա էլ եմ պնդում այդ կարծիքը, պարզապես այն իրավիճակում մենք ունենք 8 հոգի, որի պարագայում 5-ը կարար էական նշանակություն ուներ, որտեղ 8 հոգու պարագայում իհարկե 6-ը ապահովել, 7 են պարագայում ապահովելը շատ ավելի խնդրահարույց էր, հիմա ունենք այլ իրավիճակ, բարձրագույն դատական խորհուրդը համալրված է եւ ի վերջո որևիցե մեկը երաշխավորված չի, որ իր կողմից ներկայացված որևիցե նախագիծ սահմանադրական դատարանը չի ճանաչի հակասահմանադրական։ Հուսամ պարոն Մինասյանը ժամանակը գտնի այսօր երեկոյան այս նիստի ոչ հետաքրքիր հատվածը դրվագնայի, բայց սա իմ դիրքորոշումն է
Եվ պետք է ասեմ, որ ես կողմ եմ այս նախագծին, որ նախագիծը պետք է շուտապույտ եղանակով ընդունվի, այսքանը։ Եթե այլ ելույթեր կան, խնդրեմ, եթե ոչ, ապա հարցը ձևակերպելու համար ելույթ հնարավորություն տամ պարոն Դադունցին եւ գնանք առաջ։ Շնորհակալություն, իրականում հարցը տեխնիկական էր, բայց կարող եմ չտալ, զուտ իմ առաջարկը հնչեցնեմ խմբագրման հետ կապված նախագծի օգտվելով առիթից, քանի որ ընդդիմության առաջարկը մեր համար ընդունելի է, մենք կարող ենք առաջինից երկրորդ ընթերցման փուլում ինքներս հանդես գալ այդ առաջարկով, եթե չներկայացվի գրավոր առաջարկ եւ հոդվածը խմբագրել նոր խմբագրությամբ, շարադրել նոր խմբագրությամբ եւ նաեւ կլուծվի պարոն Մինասյանի բարձրացրած հարց դրանով, սա մեր առաջարկներ եւ նաեւ պարոն Վարդանյան, դուք որ այստեղ չեք, ես էլ նշեցի, որ այդ փոփոխությունը, որ արվել էր, նաեւ ելել էինք այն իրավիճակից, որ բարձրագույն դատական խորհրդում այդ ժամանակահատվածում կարգավորման խնդիր եւ որոշումներ չէին ընդունվում եւ պարալիզացվում էր մի ամբողջ համակարգ եւ դատավորների կարգապահական պատասխանատվության եւ նաեւ մի շարք այլ հարցերով եւ ըստ այդմ էլ այդ փոփոխությունը արվել էր եւ ամեն դեպքում սահմանադրական դատանի որոշումից հետո նշեցի նաեւ պարոն Մինասյանի հարցին պատասխան, որ այն դատավորները, ովքեր այս սահմանադրական դատանի որոշման շահառուն են հանդիսանում, նրանց գործերը նաեւ վերաբացվել են, մեկ օրինակ արդեն ունենք։ Ընդհանուր այսքանը, շնորհակալ եմ, խնդրում եմ տալ դրական եզրակացություն։ Շնորհակալություն պարոն Դադունց, քանի որ մեր եւ իմ դերախաղը շարունակում որտեղ ընդդիմություն չունենք, մեկ ընդդիմության դերակատարությունները, պաշտպանության գործառույթները պետք է ստանձնես։ Ոչ որ հարցը Հացիպերյան Նատաշա տարբերակն է։ Ես առաջարկում եմ այդուհանդերձ, քանի որ գաղափարը եկել է պարոն Մինասյանից, դա առաջարկը ձևակերպի որպես կառավարության, հանձնաժողովի եւ մասնավորապես պարոն Մինասյանի առաջարկ։ Այսինքն ամփոփատերտում խնդրում եմ, որ ֆիքսվի դա որպես պարոն Մինասյանի առաջարկ։ Այո, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ խնդրում եմ այդպիսի ձևակերպում ներկայացնեք։ Ես էլ sense վերադառնամ իմ կարգավիճակին։ Խնդրեմ Տիկին Ջուլակյան եզրափակիչ ելույթ Տիկին Ջուլակյան չունի, պարոն Դադունց եզրափակիչ ելույթի կարիք չունեք։ Նախագիծը չի վերամշակվել, չէ՞։ Հարգելի գործընկերներ, քվեարկության ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ով է կողմ նախագծի ընդունմանը, դեմ, ձեռնպահ չկա, միաձայն հանձնաժողով դրական եզրակացություն տվեց նշված նախագծին եւ մի հարց տամ էլի 24 ժամյա ռեժիմի կարիք ունենք այստեղ թե չէ։ Հարգելի գործընկերներ, նամանավանդ եթե ընդդիմադիր մեր գործընկերներն են այս մոտեցման կողմնակից կարող եմ առաջարկել ձեզ ես էլ եմ ընդդիմության գործը վերցնում իմ վրա, էլի դելի դերախաղը սկսվեց, կարող եմ առաջարկեմ 24 ժամյա, կարող է ժամանակ սկսեմ 20-ից 20 քանիսն է չէ ստեղ լինելու, ես առաջարկում եմ 24 ժամյա ռեժիմ խնդրել, քննարկել ոնց է ձևակերպումը ճիշտ ասեմ, որ ընդհանցակարգի խախտումներ կմեղադրեն, առաջարկում եմ այս հարցի վերաբերյալ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջի ընթերցման ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում, ով է կողմ նշված առաջարկին, դեմ, ձեռնպահ չկա։ Խնդրում եմ առաջարկել խորհրդին, որպեսզի այս հարցը քննարկվի 24 ժամվա ռեժիմի ընթացքում եւ իհարկե առաջարկում եմ ընդգրկել այս հարցը, առաջարկել խորհրդին ընդգրկել այս հարցը առաջկա լիագումար նիստերի օրակարգում, ով է կողմ, դեմ, ձեռնպահ միաձայն որոշվեց առաջարկել խորհրդին ընդգրկել այս հարցը առաջկա լիագումար նիստերի օրակարգում, սրանով մենք կփակենք նաեւ այն ասեկոսները, որ մենք շարունակում ենք հանդուրժել հակասահմանադրական իրավիճակը։ Շատ արագ 24 ժամվա ընթացքում կկազմակերպենք սահմանադրականության վերականգնումը։ Հարգելի գործընկերներ, երկու հարց ունենք, որ պետք է քննարկենք երկրորդ ընթերցման ռեժիմում, կառավարությունը հեղինակել է հաշտարարության մասնօրենքում լրացումների փոփոխություններ կատարելու մասնօրենքի նախագիծ եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումների փոփոխություններ կատարելու մասնօրենքի նախագիծ, այս նախագծերը ազգային ժողովի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ, հիմա քննարկենք այն երկրորդ ընթերցման քննարկման ռեժիմում, այս հարցով հիմնական զեկուցողը կրկին պարոն Դադունցն է, հարակից զեկուցողն էլ նույն Տիկին Ջուլակյանն է, հիմնական զեկուցում ներկայացնելու համար խոսքը փոխանցում եմ ձեզ պարոն Դադունց եւ խնդրում եմ էլի հաշվի առնել, որ առաջի ընթերցման պարտեն ընդունելը միայն փոփոխությունների վրա ավելի ուշադրություն դարձնենք։ Շատ
Շնորհակալություն, պարոն Վարդանյան, շատ կարճ կներկայացնեմ փոփոխություններ, բայց մի վիճակագրական տվյալ եմ ուզում ներկայացնել, պարտադիր հաշտարարության գործարկումից ի վեր վերջին 3 ամսում 320 եւ ավել գործ է ներկայացվել մուտքագրվել նախարարության էլեկտրոնային համակարգ, սա այն գործերն են, որոնց դեպքում քաղաքացիները նախարարությունից խնդրում են հաշտարի թեկնածու, չհաշված, որ իրենք էլ կարող են մի շարք այլ գործեր կար, որ իրենք են հաշտարար գտնում եւ գործը վարում է եւ շուրջ 30% դեպքերում կողմերը հաշտվում են, ինչը ենթադրում է, որ համակարգը սկսել է արդեն աշխատել։ Նախագծերի երկրորդ ընթերցման ընդառաջ կառավարությունը գրավոր առաջարկներ ներկայացրել, շատ արագ հիմա դրանք հնչեցնեմ, հստակեցվել է պարտադիր հաշտարարության կիրառությունը ընտանեկան վեճերում, այն տարածելով ոչ միայն արդեն իսկ այդ վեճերի լուծման, այլ նաև եթե հաշտության համաձայնության արդյունքում փոփոխվում է նաև օրինակ երեխայի բնակության կարգը, ալիմենտի չափ եւ այլն, ապա սրանք եւս պետք է անցնեն պարտադիր հաշտարարության ռեժիմով։ Բարեփոխվել է պարտադիր հաշտարարության առաջին հանդիպման նշանակման ժամկետի հաշվարկը, այն կապելով կողմի պատշաճ ծանուցման հետ, որպեսզի երաշխավորվի կողմերի իրավունքների պաշտպանությունը։ Հաշտարարներին տրվել է իրավասություն ստուգելու կողմերի անվճարունակության վերաբերյալ հայտարարագրերի հավաստիությունը, անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջելով փաստաթղթեր ներկայացնել, առցանց հաշտարարության հնարավորություններ ընդլայնվել, այն կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ մեկ կողմը պատշաճ ծանուցված է, չի ներկայանում, իսկ մյուս կողմը ցանկանում է առցանց մասնակցել եւ այս դեպքում գործը արագ լուծել։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել է նախնական ապահովման միջոցների կիրառման առանձնահատկությունները եւ նաեւ ընտանեկան օրենսգրքում ենք առաջարկել լրացում, որ հաշվի առնելով, որ քանի որ դատարանն է միայն իրավասու փոփոխելու ալիմենտի չափը, մենք հստակեցնում ենք, որ եթե պարտադիր հաշտարարությունը ավարտվել է առանց հաշտության համաձայնության, ապա պետք է այդ պահանջը շարունակի քննել դատարանը, որպեսզի դատարանի բացառիկ իրավասությունը այս դեպքում կասկածի տակ չմնա, իսկ եթե կողմերը հաշտության համաձայնությամբ սահմանում են ալիմենտի այլ չափ վճարման կարգ կամ եղանակ, ապա այդ համաձայնությունը կարող է կատարվել, եթե դա հաստատել է դատարանը։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն